Ես այսօր ուշանում եմ, գնում եմ Ալեքսի հետևից, լիֆտը կանչում եմ, չի գալիս, ամսվա մեջ մեկ անգամ գալիս են, լիֆտը ամբողջությամբ ստուգում են, ու այսօր այդ օրն էր պարզվում, մաթարսա չէ, որ օրը որ ուշանում ես, այդ օրը հաստատ մի բան այն չի լինի, ճանապարհին մի խոչընդոտ կհանդիպի, լավ շատ բարձր հարկում չենք, արագ վազելով իջա, ողջույն ընկերներ ջան, հուսով եմ, որ լավ եք, մենք էլ լավ ենք, գնում եմ Ալեքսին դիմավոր եմ, հուսով եմ ինքը շատ ուրախ պետք է լինի, այսօր դպրոցում տոնելու էին Քրիսմասի հետ կապված տոնական էին հագնվել, հուսամ ձմեռ պապիկ էլ գնացել այնտեղ իրանց մոտ չեմ իմանում, բայց դե ամեն դեպքում ապրի դպրոցը, որ կազմակերպել է մտածել է քրիստոնյա երեխաների մասին ու այտենց տոնական էր, ասել էին տոնական հագնված գնային։ Ընկերներ ջան, այսօր նաև ուզում եմ ձեր մի հարցին պատասխանեմ ուտելիքների հետ կապված, որ այստեղ լավ չի սնվելը եւ այլն, իրական պետք է ասեմ, որ Հնդկաստանում շատ առողջարար ենք հիմա սնվում, ավելի լավ ենք սնվում, քան որ Բելգիայում, քան որ մարդիկ սնվում են Ամերիկայում, ազնվությամբ եմ ասում, հեսա մանրամասն կասեմ ձեզ, իրականում մարդու ափսեի մեջ հիմնական վիտամիններով հարուստ ուտելիքը ցավոք սրտի թե Եվրոպայում, թե Ամերիկայում, Հայաստանի մասին չեմ խոսում, որովհետև Հայաստանում էլ մեր ուտելիքը դեռ միրգ բանջարեղենը այդքան շատ արհեստական չի, բայց հատկապես ես երկու շուկայից էլ օգտվել եմ, լավ գիտեք, տեղյակ եք, որ ես օգտվում եմ եւ ամերիկյան շուկայից եւ բելգիական շուկայից, թե Հայաստանը որ գնում եմ, հիմա այստեղ։ Տարբերությունները հիմա ասեմ։ Ամերիկյան շուկայում երբեք դու չես կարող գտնել միրգ ու բանջարեղեն, լավ միրգ ու բանջարեղեն, որը որ մշակված չի։ Խնձորները սիրուն են, խաղողը սիրուն է, ամեն ինչ շատ սիրուն է, բայց ամբողջությամբ նույնիսկ այն կեղևը վաքսում են, ամերիկյան խնձորները գիտեք ինչպիսին են, վաքսած են, դա ինչքան լվանում ես չի անցնում, սոդայի ջրի մեջ էլ թողնում ես, շատ համեղ մրգեր ունեն, բայց ամեն դեպքում ամբողջությամբ բնական չի։ Բելգիայում էլի կարելի է այնտեղ ունեն գիտեք բան կա, որ ստուգում են, որպեսզի հանկարծ այդ լեվելը չգերազանցի ու ցանկացած եվրոպական երկիր, որ մի տարի ինչներ, որ ինչ-որ մի միրգներ, որ բելգիականը չէին ընդունում, այդ նախանցած տարիներ, որովհետև շատ էին պեստիցիդները տվել, գերազանցել էր, նույնիսկ չեն կարող արտահանեին։ Հիմա մոռացել եմ կոնկրետ ինչ միրգներ, որ բանջարեղենն էր, բայց մնացել էր Բելգիայում։ Դրա համար ոնց որ ուշադիր են լինում, որպեսզի այդ չափանիշները չանցնեն, բայց էլի չափի մեջ տալիս են պեստիցիդները, պետք չի որ ամբողջությամբ բնական են։ Այստեղ Հնդկաստանում ու նաև պետք է խոսեմ գնից։ Ամերիկայում միրգ ու բանջարեղենը ավելի թանկ է, քան fast food-ը։ Դա նաև կխոսեմ աշխարհում ամենահայտնի, ամենաշատ ովքեր որ գեր են։ Ամեն երկրորդ մարդ Ամերիկայի այդ քաղաքում գեր է, որովհետև այդ քաղաքում ամբողջությամբ հիմնականը fast food-ն է։ Ամբողջ աշխարհի ամենագեր մարդիկ հենց Մքելեն քաղաքում են ապրում, որը գտնվում է Տեխասի եւ Մեքսիկայի այդ սահմանի հատվածում։ Այդ հատվածում աշխատավարձը այդքան շատ բարձր չի, մարդիկ շատ գումարներ հատկապես չունեն ու հիմնականում սնվում են fast food-ով։ Իսկ fast food-ը ամբողջ ոնց որ քաղաքում ամեն քայլափոխին է կարելի ասել։ Այդ քաղաքում նույնիսկ սուպերմարկետներում, որպեսզի մարդիկ չեն սիրում քայլել նաև, որպեսզի մարդիկ չքայլեն սուպերմարկետներում, մոլերում, տեղադրված են փոքրիկ սենց
ավտոմատ հեծանիվներ ասեմ, ինչ ասեմ, սայլակները մի խոսքով կարող ես նստել ու այդպես ավտոմատ գնում ես, գնումները տանում ես, լցնում ես այդ սայլակի մեջ, բայց չես քայլում, ուղղակի նստած ես գնում։ Պատկերացրեք մարդիկ ինչքան չեն սիրում այդ հատվածում քայլել։ Ինչպես նաև որ շոքա, տոթա եղանակը, Մեքսիկ ասում եմ, Տեխասի եղանակը մի քիչ ավելի շոքա մանավանդ այդ գտնվում է Մեքսիկային մոտ, որ խոնավության աստիճանը բարձր է, մարդիկ չեն սիրում դրսում գտնվել, հիմնականում մեքենայով, սպորտով չեն զբաղվում, մի խոսքով այս քաղաքը հայտնի է նրանով, որ աշխարհի ամենագեր մարդիկ են ապրում այստեղ ու նաև օրինակ fast food-ը գիտեք ինչեր է առաջարկում, fast food-ը հիմնականում Ամերիկայից է եկել, նաև հիմա Եվրոպայում կար, նաև արդեն մենք մի քանի անգամ գնացել ենք, տեսել ենք, երբեմն գնում ենք, որ Coca-Cola-ն օրինակ ինչքան ուզես կամ մնացած գազավորված ըմպելիքները ինչքան ուզես կարող ես վերցնել, մեկ անգամ վճարում ես ու հետո կարող ես անդադ վերցնել, նման բան Եվրոպայում չկար, վերջերս է եկել, իսկ դա հենց ամերիկյան կուլտուրայից է, որ Coca-Cola, Sprite, Fanta, ինչ որ ունեն մի խոսքով գազավորված բոլոր խմիչքները կարող ես գնալ ու մի անգամ վճարում ես, ինչքան ուզում ես խմի հետո որպեսզի հաճախորդը նորից վերադառնա, այդտեղ կան նաև fast food-ի կետեր, օրինակ երեխայի սնունդը անվճար է, դե ծնողներին հարմար է, չէ՞, այդպես գնում են մոտավորապես մի ընթրիքը կկազմի $11 կարգի, $12 կարգի, որը որ մաչելի է, եթե աշխատավարձ չես ունենում, բնականաբար քիչ է լինում, հազիվ ես հասցնում բավարարել, ինչևէ համեղ է, արագ եւ այլն։ Դրա համար մենք այստեղ անդադ համեմատականները կանեմ։ Այստեղ, քանի որ այստեղ էլ կա fast food, բայց վախենում ես, չես գնում ուտում։ Այստեղ մարդիկ էլի չունեն գումար, բայց այստեղ հիմնականում իրանք են պատրաստում։ Տարբերությունը այստեղի ու այնտեղի որն է, որ միրգը ու բանջարեղենը այնտեղ թանկ է, մարդը եթե պետք է, չգիտեմ, ինչ-որ միրգ գնի, դրա փոխարեն իր ընթրիքի հարցերը կկարգավորի եւ մի փոքր էլ նախընտրության հարցն է, տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածում։ Այդպես էր նաեւ Բելգիայում։ Միրգ ու բանջարեղենը այն որ ասում է դա ուղղակի դեսերտի նման է, պետք է ընթրիքի հարցերը կարգավորել, դրանով չես կարող սովոտ հագեցնել, բայց ամեն դեպքում նույնն է նաև Բելգիայում եւս եթե բանջարեղեն ես գնում ու միրգ ես գնում, այդ ավելի բյուջետ ավելի ոնց որ շատ ես ծախսում, քան ենթադրենք հիմնական մենակ ընթրիքի հարցերն ես կարգավորում, իսկ այստեղ միրգ բանջարեղենը շատ մաչելի է, օրինակ ճիշտ է, նույնն է ոնց որ մեր Հայաստանում միրգ ու բանջարեղենը բնական ու ուզում եմ ասեմ, որ այստեղ մենք ավելի լավ ենք սնվում, ավելի առողջ ենք սնվում, այդ բրինձի հատիկներ, ճիշտ է, բրինձը ես այդքան շատ չեմ օգտագործում, այնտեղ էլ շատ չի օգտագործում, այստեղ մի քիչ ավելի շատ եմ օգտագործում, քան որ կօգտագործեի օրինակ Բելգիայում, բայց այստեղ շատ օգտագործում եմ, ասենք ոսպ, սիսերը շատ առողջարար է, գիտեք, պրոտեինի ամենամեծ պաշարը հենց սիսերի մեջ է, սիսերից կարող ես ստանալ պրոտեինի ողջ պարունակությունը, ինչը որ քեզ անհրաժեշտ է ու նման բաներն է, որ հիմա ավելի գերակշռում է, վարունգ, լոլիկ, մրգեղենի տարբեր տեսակները, երբեմն ճիշտ է կոնֆետներ բան Ալեքսիս ավտոբուսը եկավ, եկեք Ալեքսին դիմավորենք ու հետո շարունակ։ To Belgium, to punch bags. Yes, how was your day? Ինչ եք արել այսօր։ Դու ամենասիրուն ռենդիրն ես, գիտես։ Ոնց բակնոցն այդ որտեղ են պայսակ։ Ոնց անցավ օրդ բալես, լավ էր։ Խաղացիք ուրիշ ինչ եք արել։ Հա, խաղացիք։ Ալեքս խաղացել եք։ Զբաղված Ալեքսից։ Ասում եմ, որ տոնայից հետո պետքա տոնայի ժամանակ ավելի ճիշտ պետքա ինչ-որ պրոյեկտ ունեն, որ պետքա ինչ-որ բան սարքեն, դեռ չեն ասել, այսօր կասեն, թե ինչ պետքա սարքեն, scientific ինչ-որ բան էլի պրոյեկտ պետքա անեն, հետո տանեն դպրոցում ներկայացնեն այդ իրանց պրոյեկտը։ Bye!
դեռ չեն ասել պրոյեկտի միտքը ինչ պետք է լինի, ինչ պետք է անենք, ինչ պետք է չանենք, բայց բայ արի դե, արի To climb up the tree. Արի շուշուտ գնանք, պետք է ճամպրուկները սարքենք, մենք պետք է ճամպրուկները սարքենք, որովհետև պատրաստվում ենք մեկնելու, դու գալիս ես, այդ շալվարը տկված ես կեղտոտեն, դու գալիս ես ճամպրուկը սարքես, թե չէ, I'm trying to run up the tree. արի ժամանակ չունենք, Ալեքս, քեզ էի սպասում ճամպրուկները սարքելու համար, գիտես, ասեցի Ալեքսը հաստատ կուզենա ճամպրուկը սարքի, արի, հա ինչ է ասում, որ այստեղ միրգ ու բանջարեղենը այդպես բնական է ամեն ինչ ու շատ Dirty. պեստիցիդներ չի պարունակում, Mommy, my Այսպես pants նայեք, is dirty. դե ինչ անեմ կեղտոտեց, դու ես լավալու ես անգամ շալվարով, որ քիչ պարկես գետնին, բա, գիտես հեշտ է լվացվում, այստեղ միայն տուփերով օրինակ այդ պեչենիները բան, բայց դա գրեթե բոլոր տեղերում նույնն է, որ պալմայի յուղ են օգտագործում, դա հիմնական սնունդ չի, դա միշտ էլ եղել է, որ կողմնակի կալորիաներ են, որ ինչքան քիչ լինի այդքան լավ, որ երբեմն չենք դիմանում, գայթակվում ենք եւ ուտում ենք, բայց մաթու ափսերի մեջ պետք է լինի գերակշռող, նախաճաշ, ճաշ եւ ընթրիքը ավելի սննդարար, արժեքավոր մթերքներով, որ ցավոք սրտի ոչ բոլոր տեղերում էլի, որ ինչպես ասացի, մրգերը օրինակ շատ կամիկ բանջարեղենը կամ հասանելի չէ։ Ալեքս, բայց այդ շալվարը իսկական ձետ ինչ արիր, այ բալա։ Այդոն ում նորն է, հենց ես կեղտոտել է, դժվար էլ թե մաքրվի արդեն։ Շավելի մեջ դնի։ I think that from the room like that. Հələ տեսնեմ։ Տեսնեմ մի հատ։ Այս հողն է։ Huh? Ստեղ մենակ ես աղբի պատմությունը լավ է, չի, ստեղ էլ հոփակ է ժողովուրդ, ուրիշ մարդ ստեղ չի գալիս։ Այս տարածք մտնի, մենք 4 բնակիչ ենք օտարեր գրացի, սիբիլ չենք թափում ստեղ մենակ առաջին հարկում մեր այս մարդիկ, որ գործ են անում, իրանք վերում են, լանչ են անում ստեղ մեկ-մեկը որն է, այստեղ սենց գետնին նստում են ու շատ հետաքրքիր է, շեր են անում, ամեն մեկը ինչ բերել է, այդ ուտում է, այդ շերի պահը շատ լավ է, բայց ուղղակի հետո որ այդ նացորդները սենց այս տարածքում են հայտնվում, էդի լավ չի, թե չընդհանուր սաղ շատ լավ է։ Տնասուրա գնացել։ He's tricky. He's so tiny. He might be hiding in your boot. No, I guess not. Maybe he's in his school, but no, he can't be. He's bigger than that. Il n'est pas plus haut que 3 pommes, mais quand même. Ժամը 3-ից այսքան շատ քիչ ժամանակ է մնացել։ Պայուսակները որ դասավորում է արդեն մեծ գործ կլինի։ 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. See what the time's up. You're not found me. The time is Oh, I lost. Yes. Shucks. Այստեղ առանձնացրել եմ այս սրանք, դնեմ հիմա ճամպրուկը, որպեսզի չմոռանամ, այս գիշերը մոծակներից մեզ պաշտպանելու համար, արևից պաշտպանվելու համար եւ այս որպեսզի եթե հանկարծ կծեն, հակակծելու սփրեյ։ Բաս։ Ինչը որ կա դնեմ ստեղ, հետո դյուսը կդասավորի։ Բացում ենք, թողնում ենք լուսամ, հուսով եմ, որ ես իմ շորերը չորացել են երեկվա լվացքը, ընկերներ չորացած կլինի, մոծակների համար համըսրանցից են վերց, չգիտեմ լողալու է թե չէ, չգիտեմ իհարկե կօգտագործի թե ոչ, բայց ամեն դեպքում վերցնենք ժողովուրդ, ավելի լավա վերցնենք, քան չվերցնենք,
Քանի որ Ալեքսը եկավ, այսօր ընթրիքը հեշտ ընթրիք եմ պատրաստում, հիմա արագ-արագ ընթրիքը պատրաստեմ, թունաձուկա լինելու սալատ այդպիսի, լոլիկով, թունաձուկ, ձիթապտուղ, մի խոսքով հավես սալաթա լինելու և բրնձով փլավ։ Ու վերադառնանք էլի ուտելիքներին, հիշում եք, որ ես բացարձակ ամերիկյան շուկայից չեմ գնում ոչ մի տեսակի միս, որովհետև մսեղենը ամբողջությամբ հորմոններ է պարունակում, ավելի լավ է միս չուտես ամերիկյան խանութներից, քան որ ուտում ես ընկերներ, դա իրականությունն է ցավոք սրտի, եվրոպական միսը էլի հորմոններ ունի, բայց էլի ասում եմ, բանա ռեգուլիզացիա է անցնում, այնտեղ քանակ կա, որ այդ քանակը չէ գերազանցի, ցավոք սրտի եվրոպական շուկան օրինակ չի ընդունում ամերիկյան միսը նաև այդ պատճառով, որովհետև այդ չափաբաժին այդ քանակը գերազանցում է։ Դա այստեղ միս չի ուտում, հիմնականում մեր կերած միսը դա հավի միսն է, մեկ էլ ձկնեղեն, դրա համար հայկական ուտելիքները ամենալավն են ու ամենամատչելին է, միրգ, բանջարեղեն, խմզոր, սեզոնին դավագույնն է, ընկերներ ջան։ Այդքան է, սա է մեր սնվելուց, հա, ես ուզում եք համաձայնվեք իմ հետ, ուզում եք մի համաձայնվեք, բայց ամեն դեպքում այստեղ ավելի առողջ ենք սնվում, քան չիպսեր վերցնում եմ, մի քանի տեսակի, միշտ չի որ վերցնում եմ, հիմնականում ճամփորդելու համար եմ վերցնում, որ մոտներս ունենան, այս վերջին ժամանակներս մի քիչ շոկոլադ թույլ տվեցի ինձ, բայց էլի միշտ չի որ գնում եմ, հիմնական իմ գնումները միրգ, բանջարեղեն, մսեղեն ու պետքա պարտադիր տեսնեմ ու գիտեք, որտեղից եմ գնում դրա համար մի տեղից հնարավոր չի գնել տարբեր բաներ տարբեր տեղերից եմ գնում ու պետքա գնամ ինքս տեսնեմ, թե ինչ պայմաններում են վաճառում իմ սեղանին հայտնվող ապագա ուտելիքները։ Այդպես ընկերներ ջան, ես մի հատ արագ աղցանը պատրաստեմ, այստեղ բրնձով փլավ փոշմանեցի, մի քիչ ավելացում արեցի, դեղին ոսպա, թե ոլորա չեմ իմանում, բայց դա եմ ավելացրել, որ խառը լինի, շատ համեղ է ստացվում այդպես։ Որպեսզի պատկերացնեք Ալեքսի ոգևորվածությունը, ինչ ունեմ հանելալցնում եմ պլաստիկ ամանների մեջ, թե այսօր, ես ինչ ես դրել։ Cookie swap, cookie soon. Ուրախ ես, որ գնում ես, հա։ Yes. Սպասյալ ես կմեկալա։ Դրանք մեզ այդքան էլ հարկավոր չեն, աղցանը պատրաստ է, այստեղ թունաձուկն է, լոլիկն եմ մանր կտրատել, նուռ, սող, աղ, սև պղպեղ, ձիթայուղ, այսքան բան ընկերներ, շատ համեղ է, այստեղ պատրաստվեց նաև բրնձով և դեղին ոսպա երևի, հա, թե ոլորա, ինչև է, այս փլավը վրան ավելացրել եմ, մենակ ձիթայուղ եմ ցողել ու վերջ, սա հիմա մատուցում եմ, ընկերներ, բամ տեսնեմ Ալեքսս ինչ անում ստեղից, որն է թողում, որն է տանում։ Ալեքսի հետ ճամփորդության գնալ ահա որ դժվար է դեպ ասեմ, որովհետև մի կողմում դու ծանրաբեռնված աշխատում ես, մյուս կողմում ինքը ինչ-որ բաներ է վերցնում, որ իր կարծիքով պետք է ինքը տանի, ստեղ ես ինչ ա լցրել, շերեպ ասա տանում ես, ինչ անես, այ բալա, հլստեղ, ու հիմա ընդեղ է, ջղայնած լուպոսին, ընդեղ է հաստատ, ստեղ սաղ կանդել է ստեղ, միտեղ դասավորում ես, էլ մյուստեղ ինքը կանդում է, չայա դրևոր տանի հետը, դու կարես ասես ինձ, այս կռիշկեքը վերցրել ես, տանես հանգստանալու, ինչ անես իմ տղա, հեն կյանք, գործից պետք է 10 սարքի մեր եղել, որ նոր գնանք,
Սառնարանի մեջ ես նայեմ նվերը հովի, Ալեքս։ You can put a present in there. Առաջին անգամ եմ լսում, որ present-ը տենց ընդեղ տնի։ Գիշեր ենքան ուշ ենք կնել ժամը 4-ին չեսեմ։ Ինքը գործ ուներ անելու, ես սրանք է անում։ On the balcony? No, Yes! hey, There! wait. Oh my god, it's a sirena patatır. Surda? God, what is it? How, Zarnadrancesin sipatsia. it's not possible. Yes. I Çete found it outside the balcony. On the balcony? One here. Oh, So maybe he maybe- dropped it from his sleigh? Yes. I will open it. Ինչ ա բերել իմ տղոն։ Oh! Oh my god. Oh. Wow, now the second one. Ես չտեսամ ինչա։ Ես ինչ արեց։ Wait. Oh, a jet plane. It looks like one that you can fly. Yes. Wow. Awesome. Which one you want to open? Դու բացի բալ։ Which one you How want about to saying thank you to open? Ho-Ho? Thank you, Ho-Ho. No, maybe he can hear you. Give him a nice big voice. Հա, դուրս արի Thank you, բալ։ Ho-Ho. Դուրս արի բալկոնից ասա։ Որ լսի։ Oh. I will yell. Հա։ Thank you, Ho-Ho. Ապրես։ Yes, baby. Հա, հիմա լսես։ Wow, because he hears everything, right? I can't believe it. Whoa. She looks like Wow, I daddy. don't know. 3 planes, Yeah? 3 flights, yes. Oh. And more time. This will go very well with your Careful, shoulders. careful. Shoulder So maybe head. excited, you're gonna cut yourself. Շատ հա, վայ։ Շատ հավես է խաղում։ Զինվորների հետ զինվորական բաներ ունի։ Ինքնաթիռ, ավտո։ Ես էլ շատ լավ կգնա։ Bless you. I can Hmm? put my hand because I am busy. Just have a look. Did he give you a hand? No. Okay. You tell me if you want me to. So now, yeah. Away. Oh my. I need scissors to open that one too. Բայց դա չբացեցիր մինչև վերջ։ Չես ուզում։ I will do it later. I have to put in that fast. Հա, okay. It can be like a wheel. If they want to pull it, turn it, Sure. and shoot. Okay, դա դիր մի կողմ։ Հա։ Like that. So we don't need to put that in that You can make a little house for your soldiers out of that. Like a barracks, huh? Yes. You can make a They little don't barracks for your soldiers. There we go. We have a little barracks building, so when they get tired, they can go inside their barracks. Yes. Barracks And is this the is the closure. But you know how that works, huh? Yes. You understood that. No. Very the clever. other way. Done. Shut it.
here. Okay. How did you find the presents then? I look out the balcony. Oh. That's all. This can be the That could be like a parking spot. no. No? It's to restart the car and to hide over the whole for these and Okay. jump on them like that. Okay. And put it back into place. Եթե դուրս կգայինց թվում է թաթվալես։ No, I can fix that anytime. And I see there are buttons on the truck. Do they have a reason for these buttons? Yeah, maybe that's the problem. Go ahead, now push them. Huh? Let Daddy have a look. Maybe I can see if they do something. Oh my It's God! maybe did you see not that? working. Oh, what? It had lights. Did you see that? Maybe the batteries has to be changed. Maybe. Let me have a look. Matt? Oh, what? Darling. Look at that. Oh, it's 6 plus me. Yes. And that one 3 plus. Yeah. From 3 plus they can play, but they can't play with this one. This is only for big boys like you. What? Look. Yes. This is just for big boys, these toys. Be careful, those might be something you have to use to build, okay? Yeah, you gotta build it. You gotta build your aircraft, okay? Միանգամից sense շուրտուր գետնին, բա No, it's good. Որ չկոտրվի։ Make out of 10 wood. վերև այտենց, հա, այտենց, հա, всё. Հոպա, հա։ Վերևից շատ մի լցրա։ Всё, is it? That's all? Հիմա գրքի մեջ արնենք, տեսնենք թե ոնց ենք հավաքել։